Նոր տարին պարզապես տոն չէ, այլ յուրօրինակ ծես։ Մենք զարդարում ենք եղևնին այն հույսով, որ գալիք տարին կլինի պայծառ ու բարգավաճ։ Եթե հետևում եք արևելյան ավանդույթներին, գիտեք, որ գալիք տարվա խորհրդանիշը կարող է թելադրել իր սեփական տան ձևավորման կանոնները։ 2026 թվականն է կնշանավորվի կարմիր կրակի ձիով, ուժեղ, անմիջական և ազատասեր կենդանի։ Որպեսզի համոզվեք, որ նրա էներգիան աշխատում է ձեզ համար, այլ ոչ թե ձեր դեմ, արժե վերանայել ձեր տոնածառի զարդարանքները։ Ահա տոնածառի զարդարանքների մի քանի տեսակներ, որոնք կարող են ստեղծել էներգետիկ միջամտություն։ 1. Հակառակորդ կենդանիների պատկերներ, կապիկներ և առնետներ։ Ըստ արևելյան աստղագուշակության, որոշ կենդանիներ ունեն հակասական հարաբերություններ։ Խորամանկ և հնարամիտ կապիկը հակադրվում է ազնիվ և հզոր ձիուն։ Կապիկի արձանիկ տեղադրելով ձեր ծառի ճյուղերի վրա, դուք մրցակցության և խոչընդոտների ոգի եք հրավիրում ձեր տուն։ Առնետը, որը խորհրդանշում է քմահաճույքն ու մանր շահերը, նույնպես անցանկալի հյուր է։ Նրա ներկայությունը կարող է սառեցնել ձիու ստեղծագործական կրակը և խաթարել ներդաշնակությունը։ 2. Սառը գունային պալիտրայի գերիշխությունը։ Առաջիկա ժամանակաշրջանի տարը կրակն է։ Ամեն ինչ կապված է դրա հակառակ տարի ջրի հետ, կարող է թուլացնել դրա դրական ազդեցությունը։ Այդ պատճառով լավագույնն է խուսափել հարուստ կապույտ, թափանցող կապույտ և փիրուզագույն երանգներից, որոնք հիշեցնում են սառցե ջուր, որպես դեկորի հիմնական գույներ։ Սա չի նշանակում, որ պետք է լիովին հրաժարվել փերի լույսերի սպիտակ փայլից, այն համարվում է չեզոք, բայց խորհուրդ չի տրվում հիմնականում հույսը դնել սառը երանգների վրա։ Ձմեռային պարագաների չարաշահում։ Թափանցիկ սառցալեզվակները և նուրբ ձիանփաթիլները նոր տարվա դեկորի անբաժանելի մասն են կազմում, սակայն հրեձիու տիրապետության ժամանակ դրանց առատությունը ստեղծում է դիսոնանս։ Դրանք ստեղծում են սառնամանիքի զգացողություն, որը բախվում է տարվա տիրոջ տաք էներգիային։ Եթե չեք ուզում հրաժարվել դրանցից, համատեղեք դրանք տաք տարրերի հետ՝ ոսկեզօծում, կարմիր ժապավեններ կամ տաք գույների զարդանախշեր։ Նմանատիպ մոտեցում է պահանջվում ջրային թեմաներով զարդարանքների համար, ինչպիսիք են ջրահարսները կամ նավակները։ 4. Սուր և անկյունային մանրամասների առկայություն։ Ձին մարմնավորում է նրբագեղություն, արագություն և մեղմ շարժումներ։ Սփռված սրածայր առարկաները, օրինակ երկար սառեցված կաթիլներ, հստակ եզրերով բյուրեղներ և երկրաչափական ձևեր, կարող են խորհրդանշականորեն դիպչել նրա էներգետիկ դաշտին և անտեսանելի արգելքներ կանգնեցնել։ Հաշվի առեք սա դեկոր ընտրելիս։ Գնդակները, զանգակները, ժապավենները և կենդանիների արձանիկները կլորացված մեղմ ձևերով շատ ավելի տեղին տեսք կունենան։ 5. Մաշված կամ վնասված զարդարանքների առկայություն։ Կարմիր կրակեձին խորհրդանշում է հզոր կենսական ուժ, զարգացման և առատության ցանկություն։ Այն մերժում է լճացումը և քայքայումը։ Ժամանակի հետ կկրող խաղալիքները, ճաքճքած թե փոթվող ներկով, կրում են լճացման էներգիան։ Դրանք կարող են անգիտակցաբար ձեր տարածք ներգրավել այնպիսի հանգամանքներ, որոնք խոչընդոտում են առաջընթացին։ Տոնակատարությունից առաջ գույքագրեք և առանց զղջալու ազատվեք արդեն իրենց նպատակին ծառայած զարդարանքներից։ Հիշեք, որ այս խորհուրդները խիստ կանոններ չեն, այլ առաջարկություններ, որոնք կօգնեն ձեզ հարմարվել գալիք տարվանը և ստեղծել ճիշտ մթնոլորտ ձեր տանը։ Այն օրերին, երբ երկնային մեխանիկան փոխվում է, շրջապատող աշխարհը կարծես սառչում է, խորը շունչ քաշելով և արտաշնչելուց առաջ։ Սա ոչ թե աղմկոտ հաղթանակ է, այլ նուրբ ներքին վերակառուցում։ Մի պահ, երբ ներքին ձայնը դառնում է ավելի պարզ, և անհայտը դադարում է վախեցնել և սկսում է իմաստ տալ։ 2025 թվականի դեկտեմբերի 6-ից հետո որոշ նշանների համար սա կլինի այն ժամանակը, երբ կուտակված նախապատրաստությունը առաջին անգամ կձևավորվի և կամրապնդվի, ոչ թե արտաքին դրսևորում, այլ ներքին վստահություն, որից կախված են հետագա քայլերը։ Լսեք ինքներդ ձեզ, և դուք կտեսնեք, թե ինչպես է փոխվում ծանոթ խոսքերի և գործողությունների ծանրությունը։ Ցուլ։ Երբ ծանոթ կապերը նոր խտություն կստանան։ Ցուլի նշանի տակ ծնվածների համար առաջիկա ամիսները կբերեն այն գիտակցմանը, որ հարաբերությունները կարող են վերակառուցվել այլ կերպ, ավելի մեծ ազնվությամբ
եւ սեփական կարիքների նկատմամբ հարգանքով։ Սա այն ժամանակն է, երբ դուք կսկսեք տարբերակել, թե որ կապերն են իսկապես սնուցում ձեր կենսունակությունը եւ որոնք են պարզապես տեղ զբաղեցնում։ Հնարավոր է անհրաժեշտ լինի վերանայել ֆինանսական համաձայնագրերը կամ աշխատանքային դաշինքները, որտեղ երկարատև փոխզիջումները ձանձրալի են դարձել կրկնությունից։ Նախկինում անհնար թվացող բանակցությունները կդառնան ավելի կենտրոնացած, դուք կսովորեք պահանջներ ներկայացնել առանց ագրեսիայի եւ մերժել առանց մեղավորության զգացողության։ Այս ժամանակահատվածի գործնական քայլերն են պարտավորությունների ուշադիր վերանայումը եւ անձնական հարմարավետության եւ կոլեկտիվ նպատակների միջև հավասարակշռության ստեղծագործական որոնումը։ Եթե թույլ տաք ինքներդ ձեզ անկեղծորեն սահմանել սահմաններ, կզարմանաք, թե որքան ավելի դիմացկուն եւ թափանցիկ կդառնան ձեր կապերը։ Սա ոչ թե զգացմունքներից բխող դրամատիկ բաժանումների ժամանակ է, այլ ձեր կյանքին իսկապես ծառայող մարդկանց ցանցի նուրբ վերակառուցման ժամանակ է։ Խեցգետին, ազոտագրում ներման միջոցով։ Խեցգետինների համար գալիք փուրը կլինի ներքին ցիկլերի գագաթնակետը, այն ինչ երկար ժամանակ արձագանքել է, վերջապես կմիավորվի մեկ, հստակ հասկացողության մեջ։ Հին վերքերը վերապրելու փոխարեն դուք կսկսեք տեսնել դրանց կառուցվածքը, եւ դրանից դուք կկարողանաք վերջնական որոշում կայացնել, թե ինչից ազատվել։ Սա անպայմանորեն մեծ հրաժեշտ չի լինի։ Ավելի հաճախ դա անցյալի նկատմամբ վերաբերմունքի լուր փոփոխություն է, քանի որ անցյալի պատմությունները սկսում են կորցնել իրենց ազդեցությունը ներկայի վրա։ Անկեղծ զրույցները նրանց հետ, ում վստահում եք, ձեր ինքնագնահատականի վրա աշխատելը եւ վերականգնման ծեսերը սնուցելը կօգնեն։ Զգացմունքները ստեղծագործական էներգիայի վերածելու ունակությունը կարևոր ռեսուրս կլինի։ Գրելը, նկարելը կամ ջրի մոտ պարզ զբոսանքը կազատի կուտակված լարվածությունից։ Ցիկլերը ավարտելուց հետո դուք կզգաք թեթևության զգացում, որին կհաջորդի ավելի խորը դիմադրողականություն, ներքին միջուկ, որը կօգնի ձեզ գործել անընդհատ հետ նայելով։ Կշերք, համերաշխության պատրանքների կոտրում, արտաքին քաղաքավարությունից մինչև ներքին պարզություն։ Այս ժամանակահատվածում կշերքը կբախվի հայելու հետ։ Արտաքին հարթությունը եւ հակամարտություններից խուսափելը անարդյունավետ կլինեն, երբ անհրաժեշտ է ազնիվ դիրքորոշում։ Սա այն ժամանակն է, երբ հավասարակշռության պատրանքները հեշտությամբ կոտրվում են, եւ դուք կտեսնեք, թե որ զիջումներն են արվել ձեր սեփական շահերի վնասին։ Կարևոր ազդակ է սովորել տարբերակել դիվանագիտությունը ճշմարտությունից խուսափելուց։ Գործընթացը կարող է ցավոտ լինել, հնացած համաձայնագրերը, զուրկ զիջումները եւ լուր համաձայնությունը կհայտարարեն իրեն ժամկետի ավարտի մասին, բայց դրան կհաջորդի ազատագրումը, հնարավորություն վերակառուցելու հարաբերությունները եւ աշխատանքային ձևաչափերը, հիմնվելով հստակ կանոնների եւ փոխադարձ հարգանքի վրա։ Գործնականում սա կարող է նշանակել գործընկերության մեջ պարտականությունների վերանայում, դերերի ավելի հստակ սահմանազատում, կամ արտաքին կարգու կանոնի համար պահպանված հարաբերություններից հրաժարական։ Արդյունքում դուք կստանաք ոչ միայն ոչ ասելու ուժ, այլև միտություն, ընտրելու այն դաշինքները, որոնք իսկապես համապատասխանում են ձեր արժեքներին։ Այծեղ ջուր։ Ինչպես է ձեր սոցիալական շրջանակը ձեռք բերում նոր կառուցվածք։ Այծեղ ջուրները կհայտնվեն իրենց սեփական ազդեցության ցանցը կառուցելու փուլում։ Հին կապերը այլևս այդքան արդյունավետ չեն, եւ ի հայտ է գալիս ավելի գիտակից միջավայրի ցանկություն։ Սա պարտադիր չէ, որ նշանակի կապերի ամբողջական վերականգնում։ Ավելի հաճախ դա մտածված մաքրագործում է։ Դուք նույնականացնում եք նրանց, ում հետ ցանկանում եք հետագայում զարգանալ, եւ զգուշորեն նվազեցնում եք այն կապերի ինտենսիվությունը, որոնք հոգնեցուցիչ են կամ պահանջում են անհամաչափ ջանքեր։ Շատերի համար սա դերերի փոփոխության ժամանակ է, իրականացնողից մինչև համակարգող կամ նախագծի նախաձեռնող, որտեղ ձեր կարգապահությունն ու համառությունը կվերագնահատվեն։ Կարևոր ասպեկտ կլինի այն դաշնակիցների ի հայտ գալը, ովքեր կիսում են ձեր նպատակները եւ պատրաստ են ներդրումներ կատարել փոխագարձ աճի մեջ։ Գործնական քայլերը ներառում են մասնագիտական համայնքներին մասնակցելը, գործարար համայնքում ձեր ներկայության վերականգնումը եւ գիտակցաբար ժամանակի ներդրումը այն կապերի մեջ, որոնք իսկապես առաջ են մղում ձեր նախագծերը։ Այս կերպ դուք ոչ միայն փոխում եք ձեր սոցիալական շրջանակը, այլև ստեղծում եք նոր սոցիալական կառուցվածք, որը կայուն հիմքերով կաջակցի ձեր նկրտումներին։